Հայաստան դաշինք, միասին կարող ենք։ Ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը։ Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բանը ես զրուցել եմ Դավիթ Կարապետյանի հետ, շնորհակալ եմ պարոն Կարապետյան մեր ընդունելու համար։ Հայաստանի իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, որ սա զուտ ընտրություն է, որտեղ որոշվում է թոշակներն ինչքան կլինեն, չգիտեմ, առողջապահությունը ինչպիսին կլինի, բայց մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական կենտրոնների ակտիվ մասնակցություն մեր ընտրական գործընթացին, ինչը այլ բանի մասին է հուշում, ադրբեջանցիները ֆեյք ընդդիմադիրներին թիրախավորող ֆեյք ինչ-որ փաստաթղթեր են հրապարակում, ամերիկացիներն անհանգիստ են Ռուբիոն անցնելիս այստեղ ուղղակի լուսանկարվելու համար վայրեջք է կատարում եւ քարոզչական հնարավորություն է տալիս Փաշինյանին, եվրոպացիներն են միացել, ռուսներն են հայտարարություններ անում, ինչ է հուշում այս ամբողջ մթնոլորտը, պարոն Կարապետյան։ Նաև մոռացակ ասել, որ քաջալերիչ խոսքեր են ուղում եւ հորդորներ հայերենով, լինելով ադրբեջանցիներ եւ թուրքեր, հորդորում են այս իշխանություններին ընտրել, հա, որովհետեւ դա է միակ խաղաղաբերը եւ այլն, այս կոնտեքստի մեջ։ Այո, գեղեցիկ, պաթետիկ բառեր են օգտագործում ժողովրդավարության, մարդու իրավունքների, բարեկեցիկ կյանքի, ապագայում պատերազմների բացառության եւ միայն խաղաղ կանաչ ճանապարհ ունենալու մասին է խոսում, բայց փաստը այն է, որ այո, շատ ճիշտ եք նշում, որ աշխարհաքաղաքական այս գզվռտոցի մեջ Հայաստանը կարծես սեղանին է դրված, որպես այդպեսին հիմա պետք է հասկանան ով է օգտվում այդ սեղանից։ Շատ կոպիտ օրինակ եմ բերում, բայց փաստը այն է, ու այո, շատ ճիշտ նկատառում արեցիք, 40 րոպեանոց այցը Հայաստան շատ դեպքերում ինչ որ խիստ կարիքներ ունենալու համար են, չէ՞, մարդիկ այդպես արագ մտնում դուրս գալիս, հետեւաբար խիստ կարիքը բնականաբար, եթե դիվանագիտական բառամթերքով ձևակերպեմ, դա Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական ուրեմն իրենց կոնյունկտուրայի ձևավորման Հարավային Կովկասում իրենց ազգային շահերի սպասարկման համար կարևորագույն այց էր, որովհետև գիտեք, ոտքի վրա այսպես ապալ-թապալ, հա, ասում են, առանց պաշտոնական արարողությունների, առանց այլևայլությունների հստակ ստորագրվել է մի շարք փաստաթղթեր, որոնք որ շատ կարևոր է չագերտներ բացվի, հասկանալ համար այն ինչ էր, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ընդերքին վերաբերող, հա, կրիտիկական միներալներին եւ հանածոներին, առերևույթ այն հանածոները, որոնք որ հազվադգյուտ միներալներ ու ուրեմն հանքանյութեր են եւ դրանց տնօրինմանը, տիրապետմանը, դրան շահագործմանը եւ այլն եւ դրա ուղիները։ Հետևաբար հասկանում ենք, որ ամերիկյան սցենարը շատ պարզ է ու անկեղծ։ Մարդիկ վարվում են այնպես, ինչպես վարվում են Ուկրաինայի հետ, այսինքն Ուկրաինայում էլ չէ, հանկարծունաբերության, այսպես թաթը դրել են դրա վրա, Կոնգոյում է եղել այդպեսի դեպք, եղել է Աֆղանստանում, Իրաքում եւ հետեւաբար հայաստանյան ընդերքը իրենց շատ է հետաքրքիր, հետեւաբար դրա մասով եղավ փաստաթղթեր ստորագրում, իհարկե թրիպի նաեւ համատեքստում, որովհետեւ այդ ամեն ինչի նաեւ մատակարարումը, շրջանառությունը, ընդ որում Չինաստանի մեկ ճանապարհ, մեկ ուղի, հա, մեկ կոդի այդ հասկացությանը շրջանցելով, Միջին Ասիայի երկրներին կապ ու օղակ ստեղծելով, աշխարհաքաղաքական նաեւ տեսանկյունից դուրս մղելով Ռուսաստանին եւ Իրանին, հասկանում ես, որ ընդ որում հագաիրանական ճամբար ստեղծելով ու տպավորություն, որ Հայաստանը այդ դաշտում է արդեն իսկ, նրանք ինչ են անում, նրանք ավելի բարդացնում են մեր վիճակը։ Այնպես ինչպես հիմա բարդացնում են վիճակը, երբ որ գալիս են Մակրոններ, գալիս են Զելենսկիներ ու Հայաստանում խելքից դուրս իրենց վարկագիծն են դրսևորում, որի պատասխանը պետք է տա Հայաստանը։ Դրանք գանք, պարոն Կարապետյան, շատ հետաքրքիր տեղ տարակ իմ հարցն էլ դրան պիտի առնչվեր, տեսեք, տարածաշրջանում ներողություն Իրան-Ամերիկա-իսրայելական պատերազմից հետո ներողություն տարածաշրջանի երկրները մտածում են ինչպես ձերբազատվել ամերիկյան ազդեցությունից։ Նույն ծոցի արաբական երկրները որևէ նոր փաստաթուղթ չեն ստորագրել ամերիկացիների հետ։ Ընդհանրապես ուզում են հասկանալ Ամերիկայի պատճառով իրենց գլխին եկածից ոնց դուրս գալ։ Բանակցություններ են ընթանում եւ ըստ ամենայնի ամերիկացիները պատրաստ են նոր ռազմական էսկալացիայի լայնամասշտաբ Իրանի դեմ եւ այս ֆոնին Հայաստանը փորձում է էլի զարգացնել ինչ որ փաստաթղթեր ստորագրել, խորացնել ավելի։ Միացյալ Նահանգների հետ, այսինքն
տպավորություն է, որ այն պատերազմին, որը պատրաստվում է Իրանի դեմ, փորձում են ներգրավել նաև Հայաստանի։ Տեսեք։ Ներողություն ավարտեմ։ Այո, նախընտրական տրամաբանության մեջ Մարկո Ռուբիոն գալիս է, ասում է ես կօգնեմ ձեզ, բայց դուք եւ աշխարհաքաղաքական իմաստով պիտի հայտնվեք մեր տակ եւ պիտի ձեր հանքերը տակ մեզ։ Ու սա անում է մի իշխանություն, որը ինքնիշխանությունից է խոսում։ Վտանգ չկա, որ եթե Միացյալ Նահանգները որոշում է գնալ ցամաքային գործողությունների, Հայաստանը դառնալու է պլացդարմ Միացյալ Նահանգների Ուղիղ պատասխանում չի բացառում, որովհետև որքան էլ էլի գեղեցիկ փաթեթավորված դիվանագիտական խոսույթներով ձևակերպվի, հա, որ դա բացառապես Հայաստանի ազգային տարածք է դիտարկվում, որևիցե կերպ չի ոտնահարվում կամ ստորադասվում ազգային ինքնությունը, չգիտեմ, պետականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, հա, եւ ինքնիշխանությունը այդ տարածքի վրա, բայց այդուհանդերձ եկեք ընդունենք, որ եթե ռազմավարական դոկտրիններով ենք նայում, ապա Իրանի համար, այո, սա դիտարկվում է որպես կարմիր գիծ եւ խնդրահարույց իրավիճակ, որտեվ առանց այն էլ Պարսից ծոցի ավազանով, հա, հայտնի դեպքերին համահունչ ուրեմն վտանգ է ներկայացվում արաբական երկրները, ընդ որում ասեմ, այս մասով որոշակիություն է եկել, հատկապես Սաուդյան Արաբիան այլևս չի ստորագրում ոչ մի փաստաթուղթ Միացյալ Նահանգների հետ եւ իր տարածքը այլևս չի տրամադրում որպես հակաիրանական ուրեմն պլազդարմ։ Հետևաբար այստեղ նաեւ որքան էլ մենք ասենք, որ դա ուղղված չի որևէ կերպ իրանական իսլամական հանրապետությանը, բայց մեսիջները գալիս են, որ այդուհանդերձ դա ռիսկ է որպես այդպիսին ռազմական տեսանկյունից, ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի մեջ միևնույն է թրիպը, որքան էլ մենք ներկայացնենք, որ դա ընդհանրապես ճանապարհ է, իհարկե շատ դեպքերում կորիդորը էլի նշվում է արևմտյան բոլոր մամուլում, ԶԼՄ-ներում, բայց հասկանալի է, որ այո, դա դիտարկվում է որպես, ընդ որում Հայաստանը առհասարակ դիտարկվում է որպես հակաիրանական ճամբարի մասնագից երկիր, որը որ բնականաբար իրենից արդեն իսկ ռիսկ է ներկայացնում եւ չի բացառվում, որ խնդրահարույց իրավիճակներ վաղելն են, որքան էլ դիվանագիտական խողովակներով փորձում են հանդարտեցնել, թե որևիցե հակաիրանական գործիք կամ գործառույթ չի կիրառվելու, Հայաստանը չի դառնալու գործիք, հա։ Հիշում ենք հայտնի է Լալա Հարաջ նաեւ կոչը, հա, Եվրամիությունում, երբ որ վարչապետ Փաշինյանն էր խոսում ամբիոնից։ Բայց գալիս ենք նաեւ այն համոզմանը, որ այո, այդ մտահոգությունը չի փարատվում, էլի գալիս ենք նրան, որ արչևում դերևս հնչելու են գեղեցիկ պաթետիկ խոսքեր, որ նախ Իրանը հայկական, բարեկամական, դաշնակցային, եղբայրական հարաբերությունները դրանք որ քննարկման առարկա չկա այդ հարցում եւ դրանք ռիսկայնություն իր մեջ չեն կրում, բայց ես ավելի քան վստահ եմ, որ ամերիկյան ներկայացվածությունը ել եմ կրկնում, որքան էլ ես ընդունում եմ, որ Միացյալ Նահանգների պես հեգեմոն գերտերության հետ եւ առասարակ որևէ երկրի աշխարհաքաղաքական կենտրոն հետ Հայաստանը պետք է կաշկանդված չլինի ռազմավարական դաշնակցային հարաբերություն, ես դա ողջունում եմ, բայց խոհեմության շրջանակներում եմ ողջունում, երբ որ ազգային պետական շահը չի ստորադասվում, որովհետեւ հիմա հստակ երևում է, որ եթե մարդիկ ձեռը դնում են Հայաստանի ընդերքի վրա, հանկարծունաբերության վրա, խոսքը գնում է արդեն ուկրաինիզացման process-ը, նույն այդ տրամաբանությունը, որը որ գործարկային է դառնում, այ Ռուսաստանի հետ գործարկային է հենց դառել։ Հեծերի, հեկերի եւ ընդերքի հետ կապված ցանկացած հարց դա դառնում է դիվանագիտական սեղանին, որպես խաղաթուղթ, որպես բանակցային առարկա եւ այլն։ Հետեւաբար դա նույնը կիրառվելու է Հայաստանի հանդեպ։ Եւ այստեղ է, որ մենք հիմա կարող ենք այո ասել, բա տեսեք ռազմավարական դաշնակցային հարաբերությունները մեկ այլ մագարտակի են վերածվում, բայց փաստը այն է, որ 40 րոպեանոց այցի ընթացքում դիտարկվել է Հայաստանի ընդերքի մասով հստակ ընդերքի, այո, ամբողջ եւ այստեղ է, որ հիմա ես որպես քաղաքացի եւ մասնագետ հորդորում եմ, որ առաջ մի հատ բացեն այդ ճագերտները, թե ինչ ծավալների մասին է, ինչպիսի մասնակցությամբ Հայաստանի փայաբաժինը Միացյալ Նահանգների փայաբաժինը։ Եվ ելի եմ կրկնում, այստեղ շատ լուրջ խնդիր կա, որովհետեւ այս հակառուսական, հակաիրանական վարքագիծը, որ դրսևորվում է, կամա թե ագամա, վաղը շատ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնելու։ Այ ամսի 28-ին վաղը չեմ հիսօրը շատ լուրջ իրավիճակը կարող է փոխվի Ղազախստանում։ Հայտնի գագաթնաժողովն Գանք դրան, պարոն Կարապետյան։ ԵԱՏՄ գագաթնաժողով է տեղի ունենալու Աստանայում եւ քննարկվելու է Հայաստանի հարցը։ Ամենայն դեպս ռուսական մամուլն է դա հուշում։ Դրանից առաջ էլ եղավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը, որ
ընտրեք կամ մեզ հետ կամ ԵՄ եւ արեք հանրաքվե հանգիստ բաժանվենք հաշվի առնելով Ուկրաինայի փորձը։ Այս ընթացքում ասեն արտահանողները լրջագույն խնդիրների առաջ են կանգնած, ծաղիկը թափում են, տեսան տարածված են, ուղղակի թափում են, մրգերը հետ են վերադարձնում, հա։ Ինչ է սպասվում այս առումով։ Ինչ կարող են անել ռուսները։ Ես այս մասով հարգելի Բորիս տվել եմ հարցազրույց, մասնավորապես հստակեցնելով, թե ինչ է սպասվում առանց քաղաքական բանգայությունների։ Նախ ասենք, եթե կարելի է դա ասել մխիթարանք ասեմ, թե հանգստության համար, բայց եթե հանուն արտարության ենք խոսում, որպես այդպիսին ԵԱՏՄ-ն, որտեղ որ քննարկման առարկա կարող է դառնա Հայաստանի անդամակցության հարցը կամ սառեցում ասվածը, ընդ որում սառեցում մասով ես ձեր հատուկ ուշադրությունը կհրավիրեի ինչի վրա։ Մարդիկ ասում են բումերանգային խոսույթով, ասում են դուք ասում եք օրինակ հապկի մասնակցությունը դուք սառեցրեք, չէ՞ որ քաղաքական նման կատեգորիան ասում են դե մենք այդ ձեր մասնակցությունը կսառեցնենք, դա ելնելով այն հիմքից, որ նման կանոնադրության մեջ գոյություն չունի դուրս հանելու ինչ որ մի երկիր, եթե այդ երկիրը ինքնակամ դուրս չի գալիս։ Օրենքով որպես մասնագետ եմ ասում, ԵԱՏՄ կանոնակարգերով բոլոր տեսակի իրավական փաստաթղթերով չկա նման հասկացություն, որ ինչ որ մի երկիր ընդ որում ընդհանուր քվորումի արդյունքում դուրս հանել։ Դա բացառապես թորված է, վերապահված է, որ երկիրը ինքնուրույն ճնշման արդյունքում, հա, ինչ որ ուլտիմատումների արդյունքում ինքնաստորագրում իր լուր աշխարհի ցուցադրում է, որ ես ինքնակամ եմ դուրս գալիս։ Ընդ որում այդ լյուրդն են թողել հայկական կողմին, որ դուք կողմնորոշվեք, դուք որոշեք, բայց հստակություն չի կարող այնպես լինի, որ հիմա այս ժամանակահատվածում ձեզ համար կոմֆորտ է, դե Եվրոմիությունը երբ կընտունի, մինչև դե հարմար լրված ենք ժողովուրդը կասեր, հիմա դե քանի հարմար լրված եք, ուրեմն օգտվեք այս բարիքներից, չէ, եղբայր չի լինում նման բան։ Ընդ որում ես հադարհատ նշել եմ եւ օգուտները, եւ վնասները, եւ ռիսկերը, եւ հավանական ցանկացած սցենար։ Ընդ որում մանրակրկիտ կերպով եմ ներկայացրել, որպեսզի ժամանակը խնայենք, ասեմ, շատ ռիսկային լուրջ իրավիճակների առաջ են կանգնել, որտեղ մեր ամբողջ առևտրաշրջանառությունը, տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի, մասնավորապես նաեւ Ռուսաստանի դաշտության։ Այդ մարքեթ-փլեյսերի խնդիրները, որ առաջացան, ձեր ասած ծաղիկները, գյուղ բանջարեղեն մթերքը, հա, որը որ հիմա այդքան, ընդ որում այս ամեն ինչից օգտվում է այս պահին նաեւ Վրաստանը, որը որ տրանզիտ միջանցք է տրամադրում, գումարը գանձում է իր համար կոպիտ ասած ոտերինչի, թե ինչ տեղի է ունենում, որտեղ նույն պրոդուկտը կամ հետ է գալիս ու էլի նույն տրանզիտի գումար, նույն ռաստամոշկայի գումարը, մաքսատուրքերը կամ ապրանքը թափում են, ընդ որում թափելու համար էլ չէ, դա առելի տեղա պետք, վայրապետք, որ այդ գումարը վճարես, որ այդ ապրանքը թափես, բեռնատարների այդ փողը, այդ տրանզիտի փողը, աշխատավարձ եւ այլն, ստացվում է հայ տնտեսվարողը այս պահին հիմա ցուկցվանգի մեջ է, ընդ որում այդ հագարակը պետք է իշխանությունները ցուկցվանգի մեջ լինեն, որովհետեւ փաստացի շատ լուրջ խնդիր են ստեղծել սեփական արտադրողի տնտեսվարողի համար։ Եվ այս մասով շատ լուրջ խնդիր է դրված, ել եմ կրկնում, ամսի 28-ին ես սա չեմ ասում, որպեսզի եւս մեկ մտահոգություն ավելացնեմ, բայց թափությունը, խոհեմությունը ցույց է տալիս, որ պետք է այդ ամեն ինչին մատերի արանքով չնայել ու այս քենապա վարկագիծը, հատկապես էկոնոմիկայի նախարարի, հա, այս բանը փողոցային լեքսիկոնով, հա, դե ոչինչ, դե կլինի ուրիշ աղբյուրներ կգտնենք, բան հատատա տալով, հա, դե գնի գինը, գազի գինը, բան, հեղուկ գազի գինը դե բարձրացավ, ընդ որում այստեղ ռուսական սցենարը շատ պարզ է, գիտեք, այստեղ ինչքան էլ քենապահության ինչ որ սեգմենտներ կա, վրեժխնդրության տպավորություն, բայց այդ մարդիկ ավելի պրակտիկ քաղաքականություն են վարում, մարդիկ ասում են եղբայր, առանց էմոցիոնալ վիճակների, հա, կամ մեզ հետ ես, կամ մեզ հետ չես, դու մտածի, հայ ժողովուրդը թող մտածի, ընդ որում նաև գնդակը թողում են հայ ժողովրդի դաշտում, որովհետև հասկանում են, որ շատ դեպքերում անգամ եթե քաղաքական գիտակցության մագարտակը դեռևս չի փոխվել, որ ճիշտ ընտրության վաղը միսօր գնան, հա, օրերի հարց է մնացել։ Նրանք հասկանում են, որ ժողովրդին կոպիտ ասած պետք է ջեբին կպնես, պետք է տնտեսապես, ֆինանսապես վտանգը զգան, կրիտիկական ինչ-որ ռիսկերի մեջ հայտնվեն, որ նոր հասկանան, որ այս իշխանությունները պատուհաս են իրենց գլխին։ Սա այն իշխանությունը չի, որ ժողովրդավարության բաստիոն հայտարարելով այս ժողովրդին բարեկեցությունը ապահովում, ոչ, ընդհակառակը, փաստի առաջ է կանգնացնում։ Հիմա հանդիպման ընթացքում այդ հարցը դրվել, ընդ որում այդ քենապահություն, վրեժխնդրությունը, որը քաղաքական կատեգորիա չէ, եղբայր դու ինչի՞ չես գնում մասնակցես։
Այսինքն մի հատ կարակ բերեք լուրջ հիմնավոր պատճառ դու ինչի չես կարող։ Քարոզարշավի մեջ եմ, այս ինչի մեջ եմ, զավեշտալի բան է ստացվում, չի կարելի։ Այսինքն եթե դու անտամակցում ես այդ կառույցին, գոնե դու չես գնում Մեհեր Գրիգորյան ունես, որ շատ դեպքերում ուղարկում ես այստեղ այնտեղ ուղարկում։ Մեհեր Գրիգորյանը եթե անգամ գնա, որոշումներ կայացնելու լիազորություն չունի։ Միևնույն է, ու գիտեք, այս վարկագիծը, այս արհամարանքը, քամահրանքը, սա շատ վատ տեղ է տանելու մեզ։ Եվ ով է տուժելու, ժողովուրդն է տուժելու։ Մարդը տեսեք առավոտյան հայտարարում է, հանուն ինքնիշխանությանը, չէ՞, սա։ Մարդը առավոտյան հայտարարում է, տեսեք քաղաքական 2090-ականներից քաղաքականության մեջ դեռահաս պատանի լինելուց մինչև հիմա չի հասկացել, որ քաղաքական բանավեճի մեջ, ընտրապայքարի մեջ ասում է ժողովուրդ ջան, ձեզ եմ թողում, դուք որոշեք Քոչարյանին հիմա նստացնեմ թե չնստացնեմ։ Այդ ինչ խոսույթ է։ Հələ դուք մի հատ մագարտակը դուք հասկացեք, այսինքն էլի թողում է բանի դաշտին, 8 տարի է դեր ասում կնստացնեմ, չնստացրեց, հիմա ասում է ժողովուրդ ջան դուք որոշեք նստացնեմ թե չնստացնեմ, էլի խոհում որ ժողովուրդն էլ պետք է բան անի, դեմոսն է, հին Հունաստանում ենք մենք։ Չէ, զավեշտի աբսուրդի ժանրից է, դրա համար եմ ասում, եթե քաղաքականությամբ զբաղվում են աբիգար դիլետանտները, պատկերը էս է լինելու, ընդ որում պատկերը ավելի բարդ է լինելու։ Ես չգիտեմ թե ինչքան տարիներ է պահանջվելու, որ այս իրավիճակը փոխվի, որովհետև եթե այս մարդը չփոխվեց քաղաքական ամբողջ մեր կոնյունկտուրան, մենք եկուց մյուսով շատ մարդը գնում է համաշխարհային բանկից վարկա վերցնում 13 միլիարդը անցել է արդեն 15 միլիարդի շեմին ենք հասնում, ասում է բաբդի պարտքով փող վերցնենք, որ լավ ապրենք։ Ու այդ անունը դնում է 10,000 դրամով, ուրեմն վճարները, բաները, կենսաթոշակը։ Հիմա ձեր հարցերը, գիտեք ինչ, զավեշտի մարազմի ժանրից են, որովհետև մենք խոսում ենք մի մարդկանց խմպագի մասին, որը որ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է ու ընդհանրապես չի էլ պատկերացնում ուր է եկե, ինչի համար է եկե, ինչ երկիր է ներկայացնում։ Ընդ որում հայկական այսօր նայում եմ զինանշան են փորձում փոխել, չգիտեմ ինչ որ պատկերներ են, առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, առանց քննարկման առարգադա դարձնելու, ինչ որ որոշում են իրենց ուրեմն կամուֆլյաժային շոուներ վաղը կազմակերպեն, հասկանում եք, զավեշտի ժանրից է։ Ես եւ դուք տեսել ենք, չէ՞, մեր հայկական բանակը ինչ է ունեցել, ինչ է ասում եք, բանակը ավերակ է եղել։ Բանակը ավերակ եղել 2019 թվի իր հայտարարությունը կարդացեք, որ փառապանց բանակ էր գովերքում, բայց այդ 19 թվին այդ բանակը Իրան են խապել, դե Իրան միշտ խապում է, իր ծոցինգեր ու բանը, չէ, հայտնի բանը նախարարն ու բան, բոլորը իրեն ստել են ինքը մեղավոր չի, ջեբն են գցել, դե մարդը եթե այդ կատեգորիա, եթե ինքը պիտի վարչապետ լինի, բայց հարիֆի մագարտակով, ուրեմն ինչ ասեմ, թող ժողովուրդը որոշի։ Պետք է մեզ պետք է նման մարդը լինի մեր երկրի ղեկավար, որը որ տեղյակ չի ընդհանրապես ինչա տեղի ունենա։ Բայց մեղք է, ախր չթողնենք։ Ես գիտեք ինչ պատկերի վրա եմ զարմանում։ Ես ուզում եմ ես սարսափում եմ այն պատկերը պատկերացնելուց, որ վաղը ես տեսնելու եմ ոնց է հանրապետության հրապարակում Սուրեն Պապիկյան ոմն անձը այդ բոլոր այդ քաղաքական ոտապոպիկների համակարգը կանգնած նայելու, թե ոնց են իրենց դեմ պատվով անցնելու գեներալներ գնդապետներ։ Պատմության մեջ եղել է այնպես, որ խայտարակ պարտություն արձանագրած իշխանությունը վերջին խայտարակ պարտությունից 3 տարի հետո ռազմական շքերթ անցկացրի։ Ում դեմ են այդ։ Դե չէ, ամոթը չխեղդեր Snoop Dogg-ի համերգն է կանեն։ Հələ փողերն էլ այտենց գնաց կորավ։ Դե Շակիրա են բերում, մենք ուրիշ բան։ Այստեղ շատ ավելի մեր ընկերը լավ բան ասեց այսօր։ Ասում է դա նույնն է, որ ասում է մարդը լինի իմպոտենտ, բայց հարեմ պահի։ Հիմա դա այդ դեպքն է։ Այսինքն դու հիմա բերում ես ի ցույց ես դնում քո ռազմական սպառազինությունը, դու ինչեր ես տիրապետում, բայց եղբայր նախ ում համար ես դա ցույց տալիս։ Հասկանում ես, որ սեփական լսարանին այսպես ցույց տան, որ տեսեք ժամանակին հիշում եք, ասում էր խմբեր ձևավորեք, եկեք ցույց տամ ինչեր են գնել։ Հիմա այդ խմբեր թող չձևավորի, հանրությանը ներկայացնի ինչեր են ձեռք բերել, հա։ Հիմա այսին հանրապետության հրապարակում այդ կամուֆլյաժ շոուն, որ պետք է անցնի, ես շատ ցավով եմ սա նշում, իրականում ողբերգություն է սա։ Սա իմ համար անձնական վիրավորանք է մեզ դիտարկում հայ ժողովրդի հանդեպ։ Բայց փաստը էսա, որ դիլետանտ արկածախնդիրները այսօր պետք է շքերթ անեն, ընդհանուր տրամաբանությունը չհասկանալով, զինանշանի պատկերը փոխելով, ինչ որ անհասկանալի մարդկանցով, որոնք որ կյանքում չեն կարող իրենց տան ընտանիքի անդամների վրա կառավարում ունենան,
Այս մարդիկ պետք է հայոց բանակը իրանց արջևով անցնի, պատվի արժանացնի։ Այդ է ամոթը։ Սա ամոթ է, ընդ որում այդտեղ պահարը ես հասկանում եմ, որ սա համաձայնեցված է ինչ-որտեղ, որ իհարկե չի բացառվում, որ հետկուլիսային ինչ ուրեմն արձագանքները պետք է Բաքվից դեռ գան վաղը մյուս օրը, բայց փաստային է, որ հիմա Ալիևյան այս բանն եմ ուզում, ռեակցիաներն եմ պատկերացնում հաջորդիվ։ Էլ եմ ասում, չեմ զարմանա, որ հետկուլիսային իրանք պայմանավորվել են։ Տեղեկություններ կան, որ պայմանավորվել են, խնդրել են, որ Ալիևը թույլ տա այդ շքերթը։ Դե շքերթը ուրեմն շատ լավ, այդ կանաչ լույսն են վառել։ Եթե պետք է իրանք թույլ տան, որ մենք այստեղ շոու անենք, այդ շոուն կանեն, իրանք շոուն կանեն ցույցադրելու համար, որ ինքնիշխան են բան, որովհետև այս պահին իրենց քիմքին հաջող միակ ներգաղացիչը դա այս մարդն է։ Պարզ է, չէ՞ որ հիմա ամեն ինչը թույլ կտան։ Պետք է լինի մի հատ էլ մի քիչ սուր հայտարարություն կանեն, բան, այդ էլ կուլ կտան, որովհետև ամրջևում ամսի 7-ն է։ Այս պահին հիմա ինչ է պետք։ Մաքսիմալ իրենց զերծ պահեն լարված մթնոլորտից, հռետորաբանությունից ռազմաշունչ, ամսի 7-ին պարզ կլինի։ Շատ լավ, սպասենք ամսի 7-ին, շնորհակալ եմ։ Ես եմ Կարապետյան, հետաքրքիր զրույցի համար, ես շեշտում զրուցում էի Դավիթ Կարապետյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48